Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է, այսօրվա թեման ձյուդոն է, հյուրս էլ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Կիլոյան։ Պարոն Դավթյան, վերջին ժամանակներս բավական ակտիվություն ենք նկատում, շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, բավական լավ արդյունքներ ենք սկսել գրանցել վերջապես, բավական երկար դադարից հետո, ինչքան էլ շատերը կարծում են, որ ձյուդոյում մենք լուրջ հաջողություններ ենք ունեցել, իրականում մատների վրա կարելի է հաշվել մեր Եվրոպայի չեմպիոններին Արմեն Նազարյան, Հովհաննես Դավթյան եւ Ֆերդինանդ Կարապետյան։ Ընդամենը 3 մեծահասակների մասին է խոսքը։ Մարդիկ փորձում են նույնականացնել սամբո ձյուդո հասկացությունը, որովհետեւ խորհրդային տարիներին սրանք այդպես էր քաղաքականությունը, խորհուրդների երկիրը փորձում էր սամբոն սերտաճեցնել ձյուդոյին, համադրել, բայց դրանք տարբեր մարզաձևեր են, տարբեր ընդգրկումով աշխարհում տարբեր ընկալմամբ, մեկը օլիմպիական է, մեկը ոչ։ Մենք գնացինք ավելի շատ սամբոյի ճանապարհով, սամբոյում ունենք փառահեղ հաջողություններ, իսկ ձյուդոյում շատ համեստ են մեր արդյունքները, այսպես մեղմ ասած։ Հիմա Ֆերդինանդ Կարապետյանից հետո, երբ 2018 թվականին Իսրայելում դարձավ Եվրոպայի չեմպիոն, մենք էական հաջողություններ չունեինք։ Մենք միասին միշտ զրուցել ենք, եղել ենք կապի մեջ, հիմա կլինի ու չէր լինում։ Ես իմ հաշվարկներով բեկումնային պահը համարում եմ Գոր Կարապետյանի երիտասարդական աշխարհի առաջնության հաղթանակը։ Չգիտեմ ինչու, ես ինձ համար այդպես եմ նշել, որ այդ հաղթանակից հետո սառույցը սկսեց ճակ տալ ու հալչել։ Դուք որ պահն եք համարում բեկումնային, երբ արդեն հասկացաք, որ ճանապարհը ճիշտ է ու հիմա կլինի արդյունք։ Նախ շնորհակալություն պարոն Կիլոյան հրավերի համար։ Հարցերը շատ էին, հիմա փորձեմ հնարավորինս ավելի մանրակրկիտ բացատրել ձյուդոն ինչ խնդիրներ է ունեցել եւ հիմա ինչու ենք հասել։ Սամբո ձյուդոյից սկսենք այդ հասկացողությունից, որը մինչև հիմա էլ մեզ խանգարում է, քանի որ տարբեր սպորտաձևեր են եւ մարզիկների շատերը ցկտում են ավելի հեշտ ճանապարհով դառնալ չեմպիոն, բոլորս էլ գիտակցում ենք, որ ձյուդոյում ավելի բարդ է, բայց չկա այդպիսի հասկացողություն, եթե բարդ է, անհնարին է։ Մենք մեր մարզիկներին էլ նույնպես ոգեշնչել ենք եւ մեր օրինակն ենք վերել, որ եթե մենք կարող ենք, դուք այսօրվա դրությամբ ավելի մեծ հնարավորություններ, ավելի շատ ֆինանսական համեմատած մեր ժամանակներին ավելի շատ են, դուք կարող եք ավելի բարձր արդյունքների հասնել, իսկ ինչ մնում է սամբո ձյուդո իր տարանջադելու հետ կապված, մենք երկու աշխատանք ենք տանում, համ տարանջադում ենք, համ ձյուդոն ենք զարգացնում, քանի որ պետք է մեզ ռեսուրս, պետք է մենք ավելի շատ մարզիկներ, որովհետեւ մենք կարողանանք տվյալ մարզիկների հետ աշխատելով, դրա համար պետք է ժամանակ եւ այդ քաղաքականությունը որդեգրեց ֆեդերացիան եւ նշանակեց ինձ բոլոր հավաքականների պատասխանատու։ Քանի որ մենք նկատում ենք, որ մեծահասակների մեջ ունենք խնդիր եւ падանի երիտասարդներից է պետք սկսել հիմքը տնել, եւ այդ հիմքը տրվեց տարիներ առաջ, մենք լուր աշխատել ենք, իհարկե շատ հարցեր են եղել, ինչու չկա արդյունքներ եւ մենք ներկայացրել ենք, որ մենք ձեր ասածի պես ունեցել ենք 1-2 մարզիկ, ում մոտ ստացվել է, կարողացել են Եվրոպայի չեմպիոն դառնալ, աշխարհի առաջնությունից դուք գիտեք ունենք մի մեդալ, որն որ մեզ համար ցավալի է։ Այո, ընդամենը 1 մեդալ ունենք եւ նպատակը ունենալ նաև օլիմպիական խաղերից մեդալ, իսկ դրա համար պետք է անել հսկայական աշխատանք։ Այդ աշխատանքը ֆեդերացիայի կողմից արված է, արդեն ընթացքի մեջ է եւ այս տարիները ցույց է տալիս, քանի որ մենք падանիներից արդեն հիմքը տրել ենք, դուք լավ գիտեք, սպորտում մի օրում ոչ մի բան չի լինում, տարիներ է պետք եւ քրդաջան համբերատար աշխատանք։ Այդ աշխատանքը կատարվում է, մենք հիմա կարող ենք արդեն ինչ որ պտուղներից խոսել, ունենք այդ պտուղները, падանիների մեջ ունենք մենք աշխարհի չեմպիոն, երբ որ ես սկսել եմ աշխատանքը 8-ից 10 տարի падանիների մեջ չենք ունեցել Եվրոպայի աշխարհի առաջնություններից մեդալներ։ Մեդալ չենք ունեցել, համաձայն եմ։ Մենք խոսում ենք падանիներից, որն որ մեր հիմքն է, որից շարունակելու են երիտասարդ մեծահասակներ։ Մենք ավելի պիտի բերեր մեծահասակներ։ Դրա համար հիմքը տրվել է հիմնականում падանիներից աստիճանաբար համբերատար բարձրանալ վերև։ Եվ փառք Աստծո, ինչ որ չափով արդեն սկսել է ստացվել, աշխատանքը շատ մեծ տարվում է, չեմ ուզում առաջիկնել ինչ որ բաներից, բայց արդյունքներն է խոսում այդ մասին։ Այսինքն համաձայն եք ինձ հետ, որ Գոր Կարապետյան եւ պատանեկան հաջողություն երևույթից սկսեց բեկումը։ Միանշանակ Գոր Կարապետյանը պատմության մեջ դարավ առաջի աշխարհի չեմպիոն է։ Ասենք հաղթող։
Հաղթող։ Պատանիների աշխարհի հաղթողը։ Ամեն դեպքում հաղթող չեմպիոն ոգևորող է պատանիների համար եւ բոլորը հավատացին, որ անհնարին ոչ մի բան չկա։ Դրանից հետո մենք ունեցանք փոխ չեմպիոններ, աղջիկների մեջ ունեցանք Եվրոպայի չեմպիոն պատանիների եւ այդ պատանիները ժամանակի ընթացքում մենք կարողացանք արդեն սկսել երդասարտների մեջ արդյունք ցույց տալ, քանի որ պատանիներից գալիս ես տեղափոխվելով երդասարտներ, նաև այդտեղ է ժամանակ պետք եւ մենք կարողացանք ունենալ Եվրոպայի փոխ չեմպիոններ, մրցանակագիրներ եւ 25 թվականին մենք բոլորիս ուրախություն ունեցանք մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, որն որ 23 տարի մենք ունեցել ենք մի Եվրոպայի 23 տարեկանների չեմպիոն Արմեն Նազարյանը։ Այո։ Մրցաշարը կայացել է Երևանում, Արմենը չեմպիոն է տարել եւ դրանից հետո դա եղել է մինչեւ 23 տարեկանների առաջի Եվրոպայի առաջնությունը։ Օպերայի եւ բալետի շենքում ես մեկնաբանել եմ, դահլիճում եմ մեկնաբանել, լավ մրցում էր։ Եվ հիմա Վահե Աղասյանը կրկնեց այդ հաջողությունը, բայց ինձ համար նաեւ շատ կարեւոր էր ու առաջնային, թե հետո ինչ կանի Եվրոպայի բաց առաջնությանը։ Ես հետևեցի Եզրափակիչ Կոտեմարտին Լեհ ձյուդոիստի հետ, որը բավական լուրջ հաջողությունների հասած ձյուդոիստ է։ Ինձ դուր եկավ համարձակությունը Վահեի, ինձ դուր եկավ անընդհատ պրպտելը, ինչ որ միշտ տարբեր բաներ էր փորձում, չգնաց մի հնարք կատարելու ճանապարհով։ Ինքը արեց վազարի, հետո 1:20 էր մնացել, կարծեմ, թողեց, հնարք բաց թողեց, բայց ոսկե ժամանակում նորից կարողացավ, սա նշանակում է, որ նա ֆունկցիոնալ լավ պատրաստված է, նշանակում է, որ նա ֆիզիկապես պինդ է եւ համարձակությունը, խանդավառությունը լավ աստիճանի վրա է։ Ու բազմազանությունն էլ լավն է։ Շատ է փորձում ինչ-որ հնարքներ անել։ Սրա հիմքը երբ է դրվել եւ ինչ ներուժ եք տեսնում, նա հենց այն մարզիկն է, ումից պիտի սպասենք։ Պարոն Կիլյան, ոնց նշեցի, հենց Վահեն մեր պատանիների այդ ծրագրով գալիս է եւ պատանիների առաջի մեդալը որ եղել է Վահեն բրոնզե մեդալ է նվաճել 22 տարեկան է, չէ՞ հիմա Վահեն։ Վահեն 20 տարեկան է հիմա, 20 տարեկան է, այո, պատանի տարիքում օլիմպիական փառատոնում եւ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել, կարողացել է դրանով մնալ սպորտի մեջ, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ, երևի մեր ժամանակը չհերիք է դրա մասին խոսալ, մեզ պետք է պատանի տարիքում, ինչու եմ ասում, հիմքը պատանի տարիքում, պետք է պատանի տարիքում մենք հիմա արդյունք անենք, որպեսզի կարողանանք տվյալ մարզիկին պահել սպորտի մեջ, մենք ունենք մեր երկրում բանակի խնդիր, մնացած խնդիրները, որպեսզի կարողանանք ինչ որ չափով այդ խնդիրները լուծելով մտածել արդեն երդասարտ մեծահասակների մեջ։ Հիմա հավաքական թվում բոլորը մեդալագիրներ են, որոնք որ մենք կարողացել ենք մեր ծրագրով իրագործել եւ արդյունք տալ տղաներին պահել սպորտի մեջ եւ այդ տղաները այսօր իրենց արտարացնում են նույն Վահեն այդ ճանապարհը պատանի տարիքից հիմա աստիճանաբար բարձրացել է 26 թվականը նրա առաջի մեծահասակների տարին է եւ ինքը կարողացավ իրեն դրսեւորել իհարկե մինչեւ 23 տարեկաններ դեռ 20 տարեկան է շատ անելիք ունի ու շատ աշխատանք ունենք անելու մենք արած արդյունքով չենք սահմանափակում իհարկե մեր նպատակը 28 օլիմպիական խաղերն է լավ երդասարտ թիմ ունենք Փաստորեն Գորնել Կարապետյան մեդալ նվաճեց այդ մրցման ժամանակ, բրոնզե մեդալակիր դարձավ։ Եթե չեմ սխալվում, նա որոշ ժամանակ վնասվածք ուներ, բաց թողեց, չէ՞։ Գորը աշխարհի չեմպիոն դառնալուց հետո 3 տարի անընդհատ վնասվածքների պատճառով երդասարտ տարիքում բաց է թողել։ Հիմա այդ ամեն ինչը չի խանգարել իրեն, նորից հավաքվել է մեծահասակների մեջ արդյունք անելը, արդեն դա նշանակում է, որ մենք կարող ենք վերադարձ համարել կորին ու այդ մեդալները բոլորին ողջևորում են, ավելի հավատ են ներշնչում, որ նոր մեզ համար շատ կարևոր է մինչև օլիմպիական խաղեր գնալը։ Պարոն Դավթյան, տեսեք, դուք ասում եք, որ ծրագրային բերում եք ու նպատակամղված տանում եք դեպի ինչ-որ կետ։ Սա նշանակում է, որ ընդամենը 2 տարի է մնացել ամառային հաջորդ օլիմպիական խաղերին, որ կայանալու է Լոս Անջելեսում, նշանակում է, որ մոտավորապես գիտեք, թե ինչ ակնկալիք կարող ենք ունենալ ու ինչ հավաքական տանել։ Երկուսի մասին խոսեցինք։ Իսկ ձյուդոյում
հիմիկ Աժմյանից արդեն միավորները հաշվարկը գնում է եւ այս բաց առաջնությունը նույնպես հաշվարկային էր, միավորներ տվեց։ Այսինքն պետք է մասնակցել մեծ սաղավարտի մրցաշարերին, պաշտոնական առաջնություններին, բաց առաջնություններին, որպեսզի միավորներ հավաքել ու գնալ օլիմպիական խաղերին մասնակցելու։ Մոտավորապես ինչ թիմ կարող ենք ունենալ, քանի հոգանոց։ Լավագույն դեպքում մեր երազանքների։ Պարոն Կիլոյան, չեմ ուզում թվերից խոսալ, բայց մենք ունենք մոդավոր հաշվարներ, մենք անուններ ասեցինք, մենք կարող եմ էլի անուններ ավելացնել մեր տաղանդավոր մարզիկներից մեծահասակների մեջ արդեն իրեն դրսևորած Աշիկ Անդրեյանը, որ Եվրոպայի մինչև 23 տարեկանների բրոնզե մեդալագիր է եւ 25 թվականին մեծահասակների Եվրոպայի առաջնությանը գրավել է 5-րդ տեղը, բրոնզե կոդեմարդի համար է պարտվել, նաեւ մենք այդ արդյունքները հաշվի առնելով, թե մենք ինչ աշխատանք ենք կատարել եւ այսօր մոտենում ենք մեդալների մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Ցավոք Աշիկ Անդրեյանը աշխարհի առաջնությանը վնասվածք ստացավ, նոր է միացել թմին, մասնակցել է տվյալ մրցաշարին, վայի քաշային կարգում է, մենք տվյալ քաշային կարգում, այո, երևի գիտեք, մենք հնարավորություն ունենք Եվրոպայի աշխարհի առաջնությունները 2 հոգով մասնակցել։ Այո, արդեն մի քանի տարի է ձյուդոն դա անում է։ Մենք այդ խնդիրը չունենք, դրա համար մենք երկուսի մեջ խնդիր չենք տեսնում, ավելի ուրախ ենք, որ կան 2 հոգի, 2 լավ տաղանդավոր մարզիկներ։ Հանկարծ մի վառ երազանքով եզրափակում 2 հայր հանդիպեն։ Մենք որ կարամ այդ վառ երազանքը ասել, ինչ նոր մեր տեղի ունեցավ երդասարտների մեջ, մենք ունեցանք եզրափակիչ Եվրոպայի գավաթին մի ամիս առաջ մեր 2 ձյուդոիստը երդասարտների մեջ կարողացան եզրափակիչ դուրս գալ, որ նոր հաջող չի հանդիպում ու դա շատ ուրախալի է։ Փորձենք մեծերի մեջ ձեր ասած այդ վառ երազանքով տեսնել մեր տղաներին։ Պարոն Դավթյան, Վարդան Ոսկանյանի ու Թաթուլ Հովհաննիսյանի հետ միասին ես գիտեմ թե ինչ այսպես մարտավարություն եք որթե գրել, նաև արտասահմանյան անընդհատ ուսումնամարզական հավաքների։ Նախընտրում եք Վրաստանը, Ռուսաստանը։ Հասկանալի է, երկուսն էլ ֆանտաստիկ ուժեղ դպրոց ունեն եւ դա մեզ համար շատ լավ հնարավորություն է որակ բարձրացնելու։ Շարունակելու եք արդյոք, ըստ տեսնում ենք, որ արդեն արդյունքը կա, իհարկե դա բացառել, դա հերքել անհնար է, բայց ունենալու եք նաև փոփոխություններ, այլ երկրներ, այլ ծրագրեր, որպեսզի բազմազանությունը նաև օգնի որակի բարձրացմանը։ Պարոն Կիլոյան, ճիշտ եք նկատել, մենք ունենք Ռուսաստան, Վրաստան, որ նոր առաջնահերթություն է մեր մոտ, դա հաշվի առնելով թե որակային առումով, թե ֆինանսական առումով, որ նոր շատ հարմար է մեզ, բայց դրան մենք մենակ չենք կենտրոնացել դրա վրա, մենք հիմնականում միջազգային հավաքներին բոլորին մասնակցում ենք, միջազգայինի կողմից կազմակերպված, որ նոր վառ ապացույց է, մենք վերադարձել ենք մի 3 օր առաջ Խորվաթիայում, որ նոր մի շաբաթյա հավաք է 40 երկրի 600 մարզիկների մասնակցությամբ եւ տարվա կդրվածքով մենք 5-6 հավաք ուսումնամարզական հավաք Մարիուս Վիզերը միշտ անում է։ Այո, մենք այդ ծրագրերին անպայման մասնակցում ենք, քանի որ այդ այլ բան է տալիս, հիմնականում մենք նախապատրաստական փուլեր ունենք, որ նոր մենք հերթականությամբ գնում ենք, իսկ Ռուսաստանի, Վրաստանի հետ փոփոխություն չի լինելու, արդյունքները հիմնական տեսնում ենք նաև այդ տեղից, մենք այնպես որ շարունակելու ենք, քանի որ տեղում մնալով մենք ունենք նախ ռեսուրսի խնդիր, որ նոր շատ կարևոր է ձյուդոյում եւ մենք ստիպված ենք, ասեմ այսպես, որովհետեւ մենք համտրսում հավաքներ շատ անանք, շատ անցկացնենք։ Մենք խոսում ենք որակի մասին, իհարկե մեր զրույցի սկզբում նշեցիք, որ նաև քանակ է պետք, որպեսզի որակ տանք, իսկ ամենայն դեպս ինձ ու ձեզ վստահ եմ նույնպես Հայաստանի առաջնության քանակը չի բավարարում։ Մենք թղթի վրա գուցե ունենք բավական լուրջ քանակ, բայց երբ գործը հասնում է առաջնության մասնակցելու ու իրականում տեսնում ենք ինչքան մասնակից կա, հասկանում ենք, որ պիտի արմատապես վերանայվի նաև այդ փաստը։ Ըստ ձեզ ու նաև ձեր ծրագրերում ինչ կա պատանիներ ավելի շատ ձյուդո բերելու, որովհետև քանի դեռ մենք աստղեր չունեինք, հուսամ հիմա կսկսենք նորից ունենալ, այն մասսայական սպորտը օգնում է պրոֆեսիոնալին, պրոֆեսիոնալը մասսայականին, այս սխեման կարծես թե ընդհատված էր, օղակները լրիվ չէին ու չէր աշխատում։ Դրա համար պետք է այլ ռազմավարություն, որպեսզի կարողանաս մարզիկներ բերել տատամի ու իրենցից արդեն որակ ստանալ։ Մենք գիտենք, թե ինչքան մարզիկներ ունեն ուժեղ երկրները եւ ինչ ընտրություն են կատարում։
իրենք լավի ու լավագույնի մեջ են ընտրություն կատարում, այն դեպքում երբ մենք ոչինչ, այսպես որակյալի ու մի քիչ որակյալի մեջ են ընտրություն կատարում, ցավոք այդպես է։ Պարոն Կիլոյան, ասեմ, որ ֆեդերացիայի նախագահան պարոն Ոսկանյանը եւ Հովհաննիսյան Թաթուլը, գլխավոր քարտուղարը, ես իրենց հետ միասին մտահոգված ենք այդ առումով եւ աշխատանքներ արվում է, ձեզ հավաստացնում եմ, քանի որ աշխատանքները արվում է այս ձև, հիմնականում մենք տեսնում ենք ռեսուրսի պակասը, ես սկզբից նշեցի սամբո ձյուդոյի հետ կապված, որ նոր մեր հիմնական ձյուդոիստները, մեր մարզիչները տալիջներում մարզվում են ձյուդո, բայց հիմնականում մեծ մասը մասնակցում են սամբոյի մրցաշարի, արդեն ռեսուրսի պակաս։ Հիմնականում դրա բացատրությունը ինչով են տալիս, ձյուդոն բարդ է, երեխան բանակի խնդիր ունի, որբիսի սամբո մասնակցելով կարողանա մնալ սպորտի մեջ, կանգնում ես ինչ որ արդեն խնդրի առաջ եւ ֆեդերացիան փորձել է այդ խնդիրները մեր կառավարության հետ լուծելով, պաշտպանության նախարարությանը դիմելով շատ ուրախալի է մեզ համար, որ հաշվի են առել այդ ամեն ինչը եւ հիմա կարգեր են փոխել։ Այն ժամանակում 5-րդ տեղով կարող էր բանակի հարցը կարգավորել Եվրոպայի աշխարհի առաջնությանը, հաշվի առնելով ձյուդոյի մասսայականությունը եւ մարզիկների մեծ մասնակցությունը քանակության առումով, հիմա փոփոխություն կա, որն շատ ուրախալու է եւ շատ ոգևորող է, արդեն շատ մարդիկ չեն ցկտում սամբո մասնակցել։ Հիմա 7-րդ տեղ Եվրոպայի առաջնությանը, 9-րդ տեղ աշխարհի առաջնությանը։ Մարզիկների համար մեծ հնարավորություն, դա ֆեդերացիայի արդեն ձեռքբերում է մեր պետության, մեր նախարարության հետ, որն շատ կարևոր է սպորտի մեջ մարզիկներին պահելու, ավելի շատ ձյուդոյում ներգրավելու։ Եվ մեր մարզիչներին էլ մենք հիմնականում մեր արդյունքներով ցույց ենք տալիս, որ անհնարին ոչ մի բան չկա, եթե մենք միշտ ասում ենք, եթե դու ուզում ես ձյուդոյում բարձր արդյունքներ ունենալ, պետք է ձյուդոյով ապրես, քնես, զարթնես, ոչ թե ընթացքից փորձես այլ սպորտաձևերով, այլ ցև հարցեր լուծել, չկա դենց բան, որով որ մենք մեր փորձով ապացուցել ենք երկար տարիներ համբերատար աստիճանաբար գալիս ենք մեր ցկտած արդյունքների։ Եվ այս հարցի ամիջական շարունակությունը տեսնում ենք, որ շատ երկրներում հայ ձյուդոիստներ, ազգությամբ հայ ձյուդոիստներ կան, մենք Ֆերդինանդի օրինակը ունենք, երբ բերեցինք ու Հայաստանի դրոշ բարձրացրեց Ռուսաստանի դաշտությունից, հիմա ես նկատել եմ մի շատ լավ հայուհի կա, Լատվիայի հավաքականում, եթե չեմ սխալվում, ու էլի հայկական ազգանուններ կարդում եմ։ Կա արդյոք նաև ծրագիր նատուրալիզացնելու, բերելու մեր հայրենակիցներին միանշանակ ֆեդերացիան նաև այդ ուղղությամբ է մտածում, մեր տեղի ռեսուրսով չենք սահմանափակվում, իհարկե շեշտը դրած է հիմնականում մեր տեղի տղաների վրա։ Դեռ չկա այդպիսի առաջարկներ, քանի որ իրենց կողմից էլ է պետք է այդ առաջարկները, իսկ ձեր ասած այդ տղաները կամ աղջիկները, ովքեր արդեն հավաքականում են, նրանց դուրս հանել այդ տեղից հասկանալի է, ես ուղղակի հետագայի համար։ Հետագայի համար միանշանակ կա, քանի որ ելի եմ ասում, չենք սահմանափակվում տեղով, քանի որ մեր տեղի ռեսուրսներ շատ քիչ է, ֆեդերացիան աշխատանքները սաղ տանում է տարբեր ուղղություններով, որբիսի ավելի շատ զարգացում ունենա մեր մարզաձևը, քանի որ տվյալ մարզաձևին անընդհատ աշխատանք է պետք, անընդհատ, որբիսի կարողանաս մրցել այն երկրների հետ, ում որ մենք հիմա տեսնում ենք, Վրաստան, չթվեմ, շատ են երկրները եւ այդ երկրների մեջ ձյուդոն ներկայանալի լինելու համար պետք է շատ ծանր աշխատանք տանել, որնոր մենք իրոք տանում ենք, մեր արդյունքներն են ցույց տալիս, չենք սիրում դրա մասին շատ խոսել, բայց աստիճանաբար մենք մոտենում ենք այն արդյունքներին, որին որ մենք նպատակ ենք դրել։ Շնորհակալություն զրույցի համար եւ որովհետեւ ձյուդոն շատ նաև սիրված մարզաձև է Հայաստանում, հեռուստադիտողներն էլ ունեն ձեզ հարցեր տալու, դրա համար Մարիամին հրավիրենք տաղավար ու տեսնենք, թե ինչ են հարցնում հեռուստադիտողները։ Խնդրեմ Մարիամ։ Մարիամ, ինչ են հարցնում մեր շատ ակտիվ հեռուստադիտողները, որ թեման է ամենահետաքրքիրը։ Գիտեն, որ նախկին մարզիկ եք, ձեր մարզական կարիերայի մասին հարցեր կան, հիմա հարցնեմ, փորձեք պատասխանել։ Խնդրեմ, մեծ սիրով։ Ինչ է պակասում, որպեսզի հայ ձյուդոիստները կայուն մեդալներ նվաճեն։ Ավելի վստահություն, ավելի հավատք, որ իրենք որևէ մեկից թույլ չեն եւ ավելի ուժեղ են, թե կամքով, թե մտքով, թե ֆիզիկական տվյալներով, եւ ժամանակը ցույց է տալու, որ այդ արդյունքները լինելու է եւ իրենք այդ հավատքը հավատալով հասնելու են դրան։ Դուք որպես գլխավոր մարզիչ տանում եք այդ աշխատանքը հոգեբանական։ Միանշանակ, ես իմ փորձով եմ այդ օրինակը տանում եւ միշտ օրինակ եմ բերում մի բան, որ մեր ժամանակում չի եղել ոչ մի բան եւ մենք կարողացել ենք հասնել այն արդյունքներին, որ ձյուդոյի աշխարհում Հայաստան երկիրը ճանաչեն, հաշվի նստեն եւ անհնարին ոչ մի բան չկա, միայն աշխատասիրություն եւ
ցանկություն կարելի է հասնել շատ բարձր արդյունքների։ Ինչ է ձեզ սովորեցրել պրոֆեսիոնալ սպորտը։ Դիմացինի հանդեպ լինել հարգալից, լինել համբերատար, ուժը օգտագործել միայն տատամիում եւ ձեռք են բերել սպորտով լավ ընկերություն, շատ լավ բաներ է տվել սպորտը, միայն լավ բաներ։ Որքանով է նախկին մարզիկ լինելը օգնում այսօր որպես գլխավոր մարզիչ աշխատելու։ Ասեմ, որ ջյուդոյում շատ է օգնում, քանի որ իմ երկար տարիների փորձը հիմա փորձում եմ հավաքական թմում փոխանցել մեր երիտասարդ մարզիկներին, ասեմ, որ շատ օգնում է։ Եվ հետո երբ որ մարզիչը հեղինակություն ունի, սպորտային հեղինակություն, դա զգոնության կոչ է անում մարզիկներին, որպեսզի ձգտեն հասնել մարզչին, շատ կարևոր է։ Միանշանակ, երբ որ մարզիկը քեզ հետ դուրս է գալիս, դա նաև իմ կարծիքով շատ կարևոր է, թե ով է իրեն ուղեկցում տատամի եւ ինչ ակնկալիքով։ Իսկ իմ ակնկալիքը միակ հաղթանակն է եւ տրամադրելը մարզիկին, որ գնում ես միայն հաղթանակի համար։ Կան մարզիկներ, որոնց մոտ տաղանդ կա, բայց բնավորությունը խանգարում է հաջողության հասնել։ Միանշանակ։ Հենց մարզիչի աշխատանքն է կայանում է դրանում, որ կարողանա տվյալ մարզիկների մեջ փոխել, բերել հավասարակշռության եւ կարողանալ տվյալ մարզիկին հասցնել արդյունքի։ Եվ վերջին հարցը. կարող է Հայաստանը մոտ ապագայում ունենալ օլիմպիական մեդալակիր ջյուդոյում։ Մեր բոլոր աշխատանքները եւ ամեն ինչ ներդրված է դրանում, որ մենք ունենանք օլիմպիական մեդալ եւ հավատացեք, մենք հավատում ենք դրան։ Դրա համար աշխատում ենք եւ մարզիկներին էլ հավատացնում ենք, որ օլիմպիական մեդալը հեռու չէ։ Աշխատանքի դեպքում օլիմպիական մեդալը լինելու է։ Լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն այս պատասխանների համար, պարոն Դավթյան, մաղթում եմ նոր հաղթանակներ ու իսկապես որպեսզի մենք Լոս Անջելեսում մասնակից ունենանք։ Ես էլ եմ շնորհակալ։ Ջյուդոն եւ Հովհաննես Դավթյանն էին մեր հյուրը, սիրելի բարեկամներ, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։